Փետրվարի 27-ը հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է։ Այդ կապակցությամբ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նախարարության եւ ենթակա ծառայությունների ղեկավար կազմի հետ հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին։ Հավերժ փառք ու խոնարհում հայրենիքի պաշտպանության համար բոլոր ընկածներին։ Խնդրեմ, ծանոթացեք, ստորագրեք։ Իսկ ես կարող եմ բարեկ դառնալ։ Երևի։ Իսկ տարիքային սահմանափակում կա։ 18 տարեկանից սկսած։ Իսկ ֆիզիկական պատրաստվածություն Կարևոր է։ Իսկ վարորդական իրավունքը պարտադիր է։ Պարտադիր է։ Իսկ եթե չունեք ժամանակ կտանք, սովորեք եւ ձեռք կբերեք։ Իսկ քաղաքացիությունը պարտադիր է։ Պարտադիր է։ Վստահիր քեզ, միացիր մեզ։ Իսկ ես կարող եմ բարեկ դառնալ։ Երևի։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հայտարարում է բարեկային ծառայության ընդունելություն։ Կառավարությունն իրազեկում է։ Կասկածելի անձանց եւ կազմակերպությունների միջոցով մի ստացեք եւ մի փոխանցեք դրամական միջոցներ։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում եւ փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն եւ չեք դառնա զեղծարարության զոհ։ Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։ Օգտակար խորհուրդներ վարորդներին ձմռանը երթևեկելիս։ Վարորդներին խորհուրդ է տրվում ձմռանը երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, պահպանել տարածություն դիմացի մեքենայից, կտրուկ չարգելակել կամ փոխել արագությունը, փորձել վարել մեքենան ճամփեզրին մոտ, որտեղ կա նստած ձյուն։ Ինչ անել, երբ մեքենան արգելափակվել է ձյան մեջ։ Առաջին հերթին պետք չէ խուճապի մատնվել։ Ավելի լավ է փորձել փոստփորել արգելափակված անվի տակ եւ դրա տակ դնել հենարանային մակերես, օրինակ սրահի գորգը։ Դա կօգնի բարելավել ձգողականությունը եւ հաջողությամբ դուրս բերել մեքենան արգելափակումից։ Մերկասառույցը խիստ վտանգավոր երևույթ է, միշտ հետևեք եղանակային կանխատեսումներին։ Հիշեք խորհուրդները եւ եղեք պաշտպանված։ Եթե հայտնվել եք արտակարգ իրավիճակում, անհապաղ զանգահարեք ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին։